Աստված կրոն ունի, թե չունի։ Հիմա ողջունելով Տրդատին այս հարցներ տանք եւ տեսնենք ինքը ինչ է նախապատրաստել մեզ համար, խնդրեմ։ Նայեք, սկսենք կրոն բառը հայերեն։ Դա օրենքների պահպանումն է, կրել բառից է։ Օրենքների պահպանում, Աստված բառը ի վերուտ տրված, վերուց իրականացրած, իհարկե շատ մեկնաբանություններ հայկական կան, որը դա նույնիսկ կա, որ դա ինչ-որ աստվածություն է եղել փյուրիկների այդ մեր Փյունիկը։ Ահա, իրանց աստվածություններից մենք վերցրել ենք այդ բառը, կա, որ դա սանսկրիտերեն բառն է, աստ, սատ, կեցություն, կեցություն տրված, կեցությունը իրականացնող, կա նաև որ բառ, որ դա շունչ տվող, այսինքն մեզ կյանք տվող նշանակություն ունի, այսինքն տարբեր բացատրություններ ունի։ Լատիներեն ռելիգիարա կրոնը օրինակի համար դա պաշտանունքը դեպի վեհ երևույթ է, ուղղորդություն մեր զգալյաների մտքերի դեպի վեհը, այդտենց բացատրություն տան։ Հիմա կրոններ բազմաթիվ կան, շատ բազմաթիվ, նույնիսկ այդտենց հազարավոր կրոններ կան, տարբեր տենց ուղղություններով եւ այլն, տարբեր կրոններում կան բազմաստվածության գաղափարներ, կան միաստվածության գաղափար, կան մոտեցումներ, որտեղ էլի ասում են կրոն, իրանք ասում են կրոն չեն, որտեղ Աստված գաղափար չկա, այսինքն օրինակ բուդդիզմում, ջայնիզմում եւ էլի կան փոքր այդպես ուղղություններ, որտեղ Աստված գաղափար չկա, այսինքն պաշտանմունքի, փառաբանման էյակի գաղափար չկա, այսինքն չկա մեկը, որին փառաբանում են կամ պաշտպանում են։ Մարդը տարբերվում է կենդանուց, նրանից հիմնական տարբերությունը այն չի, որ կենդանին չի հասկանում, բանականություն չունի, շատ կենդաններ, որ չեն հասկանա, չեն կարող ապրեն։ Իրանք լավ էլ բանականություն են, արարման սկզբունքով ենք, որ տարբերվում եւ որտեղ կրոն ենք ստեղծել, այդ դրանով ենք տարբերվում։ Այսինքն կենդանների մոտ կրոն չկա։ Իրանք բանականություն ունեն, տարբեր մակարդակի, շատ մեզնից ավելի խելացի մոտենան հարցեր կան իհարկե։ Իներքին ինքնակազմակերպման շատ հարցերում, ասենք թե օրինակի համար մրջյունների համայնքը կամ մեղումների համայնքը ավելի լավ խելացի կազմակերպված պետության գաղափարը փոքր համայնքի գաղափար, քան մարդկանց մոտ, այդտենց պետք է չմտածեն, որ կատարյալը մենք ենք, հա, իրանք ավելի կատարյալ ու ավելի նվիրված իրենց գործունեության մեջ, իրանք ոնց որ համայնքին շատ նվիրված են, կյանքը զոհաբերում են, մեր մոտ այդքան կատարություն այդքան չի։ Բայց իրանք պաշտանմունք չունեն, կրոն չկա այնտեղ, այսինքն մենք տարբերվում ենք, նո էլի համայնքներ կան, որ շատ էլի կատարեն, ասենք դելֆինների, կասատկաների այդ համայնքները էլի ավելի կատարյալ բաներ ունեն, քան մենք։ Կրոնները բազմաթիվ են, մոտեցումները այդ հարցին շատ բազմաթիվ են, բայց մենք հիմա տեսնենք իրանց միասնությունը, որտեղ հիմնական կրոնները, որ իրար այդ կրոնի կրոնները սկսում են լուսաբանել իրանց կրոնը եւ կողքի կրոնները, իրանք հակադրություններն են տեսնում բոլորի մեջ։ Մենք գանք նրան, որ տեսնենք միասնություն, ինչ կա միասնական, ոչ թե հակադրություն, այլ միասնական մի ամբողջականությունը բոլորի մեջ տեսնենք, ոչ թե հակադրությունները։ Իհարկե ամեն կրոն գովաբանումը, որ ինքը ամենաճիշտն է։ Շատերը ասում են միակ ճիշտն եք։ Միակ ճիշտը, այդ ավելի շատ կրոնները չեն գովանում, այդ կրոնների ներկայացուցիչներն են գովանում, որ միակ ճիշտ ներկայացուցիչը, ոնց որ լիք քաղաքական կուսակցություններ կան, ներկայացուցիչներ կան, որ ասում են միակ ճիշտ ամենա, ոնց որ ամենա, այդ մենք ենք, այդ մնացածը բացարձակ չեն ներկայացնում պետության շահերը, տենց էլ կրոններն էլ Աստծո շահերն են ներկայացնում երկրի վրա, կոպիտ մի քիչ բացատրենք տենց։ Կրոնները ոնց են առաջացել, սկզբից ինչ որ գաղափարներ են եղել, գաղափար կրող էակներ, մարդիկ, որոնք իրանք լուսավոր
ասենք լուսավոր մարդիկ, որոնք շուտ լուսավոր քայլել են արել, շատերը իրանց ոգեշնչել են շատերին, ուղղորդել են ինչ-որ երևույթների շուրջ, հետո իրանց կյանքից հեռանալուց հետո իրանց այդ գաղափարների շուրջ սկսել են որ տեսնել շատ մարդիկ են այդ գաղափարներով տրվում, ստեղծել են գաղափարախոսություն, որը անվանել են կրոն, կանոններ են ստեղծել, երևի այդ մարդը տես կանոնները չի տվել բացարձակ, իրանք կանոններ են եւ այլն ստեղծել։ Աստիճանաբար որ շատացել են, առաջացել են այդ կյանքը կարգավորելու ինչ որ հնարժեշտություն։ Կանոններ են ստեղծել իրան, որ մարդկանց ուղղեն, հետո տեղ շատ այդ մարդուն իրանք ուղղակի չեն հասկացել, որովհետեւ այդ մարդը այդքան շատ ուղեղից բաներ չի խոսացել, իսկ իրանք ուղեղով են սկսել վերլուծել ու ներդնել, ուստեղ կապը ճիշտ չի եղել, աղավաղվելա ստացվել է կրոն։ Բայց մինչև այդ ինքը կրոն չի եղել, այսինքն եթե հիմա Բուդդայի մասին ասենք, ինքը բուդդիստ չի եղել, կամ Քրիստոսը քրիստոնյա չի եղել, այտենց կամ Կրիշնան Կրիշնայի չի եղել, եւ այլն, կարանք զրադաշտը զրադաշտական չի եղել, դա պիտի հստակ հասկանանք, որ դա հետո են իրանց դարձրել այդ գաղափարի կրող ու աստվածացրել, ինքը որ ապրելա տենց բան չի եղել, Քրիստոսի կյանքում իրան ոչ մեկը չէր աստվածացնում, էլի պիտի դա հստակ հասկանանք, հետո են այդ գաղափարը մտցրել, այդ բարդ տարբեր գաղափարախոսություններ մտցրել դրա մեջ, տարբեր ուղղություններ են առաջացել եւ այլն, ստեղ սկսել են իրանք փիլիսոփայական պայքարներ անել եւ նույնիսկ ֆիզիկական պայքարներ տարբեր ռեգիոններում, տարբեր գաղափարներ, հիմա գլխավոր բոլոր կրոնների միասնության տեղը, որոնք իրանք աստվածայինի գաղափարի մասին են ասում, կարևոր չի նույնիսկ մեր հեթանոսության մեջ, որտեղ կար բազմաթիվ աստվածներ եւ կար գլխավոր աստված, Արամազդը, ասենք թե տարբեր հիմա ասենք կրոններում, ասենք Զևսներ ընդեղ հեթանոսական կամ Ախուրմազդան, ասենք մեր շրջապատող կամ Օզիրիսը Եգիպտոսում եւ այլն։ Հիմա նայեք, այդ գլխավոր աստվածության առաքելությունը սիրո մասին էր։ Դե հասկանանք աստված, որ մենք ասում ենք, մարդիկ դե հակադրում է քրիստոնեությունը մյուս կրոններին եւ այլն, այն բանով որ ասում ենք ճիշտ ենք, մենք իսկական կենթանի աստծուն ենք փառաբանում, իսկ իրանք ոչ կենթանի աստծուն են փառաբանում, դա իրանց մոտեցումն է, աստված ասելով, նայեք իրանք մարդկային կերպար են տալիս, տվել քրիստոնեության մեջ ասում են, որ մարդ ստեղծվեց աստծու կերպարով, մտածում են այդ կերպարը ֆիզիկական մեր կերպարն է, այդ կերպարով են քանդակում եւ այլն ձևավորում ինչ-որ բան, որպեսզի դա հակադրի, ասենք մուսուլմանությունը ասեց, որ կերպար չկա, համար կերպարները ջնջում են, որտեղ Մուհամեդը որ եկավ, ասեց շատ աղավաղել եք, ինքը այդ նույն միջավայրում ա եղել, որտեղ յուդայիզմն ա եղել, քրիստոնեություն տեղ առաջացավ ու ասեց պիտի խաղաղաղման մեջ է դրա համար ասեց կերպար չդնենք, էլի կերպար չկա։ Հիմա Աստված գաղափարը բոլորտեղ միացնում է մի գաղափար, որ Աստված սեր է։ Ու մենք, որ մարդկայնացրել ենք այդ կերպարները, մենք բերել ենք մեզ նման ենք դարձնում, մենք մտածում ենք մերպես խելք կա, կառավարում է, կառավարման համակարգ չկա։ Սիրո էներգիան բերում է կանոնավորության, ոչ թե ուղեղի կառավարման համակարգ, այսինքն Աստծո ոնց որ այդ սիրո էներգիան է, որ տիեզերքը չի քանդվում, գալակտիկաները պտտվում են, արևները չեն հեռանում գալակտիկաներից, հետո արևների շուրջ մոլորակներ են պտտում եւ այլն, նույնիսկ փոքր մասնիկները իրար վրա չեն ընկնում, ինչի էլեկտրոնը պրոտոնի վրա չի ընկնում, կարան գնի եւ այլն, այսինքն կարա նույնիսկ ասենք լուսինն էլ ընկնի, ինչի չի ընկնում, այդ սիրո օրենքն է, որ տիեզերական ստեղծվել այդ սիրո օրենք, այդ սիրո օրենքի հիման վրա է տիեզերքը ստեղծվել, ու Աստված ոչ թե ինչ-որ մի հատ էակա, որը կառավարում։ Սիրո թե կարգավորվածության։ Սիրո։ Այդ աստղերը, որ ասում դա կարգավորվածությունն է։ Սիրով է պահվում։ Մենք այդտեղ տանք մեր ուղեղը, ինքը հասկանում է, որ սերը չի կարող սիրո հետևանքով է գալիս ներդաշնակության։ Ամեն ինչ փոխհարաբերություն ներդաշնակության է բերում։
էնտրոպիայի քչացմանը բերում, էնտրոպիան որ շատանա քաոս է լինում, այսինքն սիրո էներգիան այդ քաոսը բերում է էնտրոպիայի քչացման, այսինքն բերում է կանավորության ներդաշնակություն։ Քո ասած սերը մի քիչ ավելի այպես ընդգրկուն է, դժվար ըմբռնելի, քան ասենք մենք հազարակ մահկանացուներ ենք պատկերացնում։ Հիմա այդ բոլոր կրոնները դրա հիման վրա են, այդ սկզբնաղբյուրը ընկալել են ինչա, նու առաջնորդները, նու բերել են մարդկայնացրել են, որպեսզի հասկանալի լինի լեզվով, հիմա այդ սերը տարբեր ձևով բացում, բայց ինքը կառավարման համակարգ չի, ինքը սերը։ Հիմա բոլոր կրոններին միացնում է սերը, տենց կրոն չկա, նու լուսավոր կրոններ չեմ ասում, ինչ որ վուդու բան, որտեղ սերմոգություն է եւ այլ դրա մասին չի, այլ որտեղ վեհ մոտեցումը փարաբանումով մենք սերը չենք շատացնում, մենք մտածում ենք կրոնը շեղվել է իսկությունից մի բանով կա որ ինքը մտածում է երբ որ ինքը փարաբանում է Աստծուն դա հասանելի է ու լավ ազգում իրան ինքը մտածում է փարաբանությունը դա բերում է իրան շոյման բայց մենք հասկանանք որ Աստված տենց անձնականից վեհ է ինքը սեր է ինքը անձ չի որտեղ դու փարաբանես բան երբ որ մենք կիրառում ենք սեր ենք դրսևորում մեր ցանկացած կյանքի հարցերում այդ դա է ամենամեծ փարաբանությունը Աստծուն այսինքն այն բոլոր խոսքերը բոլորը այդքան շատ իմաստալից չեն իրանք այդքան իմաստություն չունեն դրա համար օրինակի համար բուդդիզմում կամ շատ ուրիշ կրոններ էլ կան որտեղ ասում են մեր աղոթքները Աստծուն չեն հասնում մեր մտքերն են դա ընդհանրապես մեր համար է հոգու վիճակը կարելի ասել հոգու վիճակն է հասնում ոչ թե մեր արտաբերած է էլի հա խոսքերը չեն հասնում մտածում են այս աղոթքը ճիշտ չէ էսի կարտամ էս չկարտամ դա իրանց ուղեղի հորինած երևույթներն են աստվածայինը սերն է երբ որ մենք սեր ենք դրսևորում դա է արդեն դրսևորում ենք Աստծո կամքը այսինքն ցանկացած երևույթի մեջ երբ որ մենք սիրով ենք դա դրսևորում թե ամեն երևույթի փոխհարաբերությունն է մեր մտքերի էմոցիաների մեջ մենք այդտեղ ենք դրսևորում Աստծո կամքը այդ դա է ամենամեծ փարաբանությունը իսկ այն բոլոր խոսքերը որոնք փարաբանում են իրանք իսկությունից կորցրել են իսկությունը իրանք մոռացել են որ իրենց առաջնորդը ինչ է ասել իրանք բերել են ուղեղով սարքել են կանոններ որտեղ կանավոր կանոնադրություն եւ այլն կրոնները տենց իրանք իսկությունը իրանք առաջնորդի որ ասել ամենաառաջնայինը սերը ասենք հիմա բուդդան էլ շատ ավելի շատ է դրսևորվել սիրո կարգավորումն կարեկցանքն ու սերը ամենաառաջնայինը դրել քան Քրիստոսի խոսքերում դե բուդդան ավելի շատ է քարոզել էլի բայց հետնորդները մոռանում են այդ երևույթը իրանք ոնց որ ուզում են ուղեղով հասկանան ոնց որ մենք հասկանում ուզում ենք ուղեղով դա անցալենք բայց այդ ուղեղը մենակ նրա համար որ մարդ հարաբերության համար է աշխարհի ինչ որ անցալման համար է բայց մարդ Աստված հարաբերությունների համար ուղեղը պետք չի խանգարում են նույնիսկ ուղեղը ընդհանրապես պետք է հասկանա որ ինքը այդտեղ մարդ սիրտով պետք է անի, նու տենց ենք արտավանում ֆիզիկական սրտի մասին խոսքի չի, այլ մենք երբ որ սիրո էներգիա ենք դրսևորվում, այդտեղ է դրսևորվում աստվածայինը, այսինքն Աստծուն մենք հասկանում ենք սիրով, աստվածայինը դրսևորման համար էլի սերա պետք, այսինքն որտեղ մենք սեր ենք դրսևորում, կարող չի, մեր երեխայի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ, մեր կնոջ նկատմամբ ուրիշ մարդկանց նկատմամբ, կենդանիների նկատմամբ, բնության նկատմամբ, դեռ մենք աստվածային ենք իրարում, այսինքն դա ամենամեծ փարաբանումն է Աստծո։ Այսինքն կրոնները նու տարբեր շենց բնության փարաբանող կրոններ էլ կան, պանթեիզմ ասենք թե պետք է հասկանանք որ իմաստը սաղմիացնող այդ սերն է բոլորը նույնի մասին ասում տենց կրոն չկա որ դրա մասին չեն ասում ուղղակի լավ չեն կարող անցալել որտեղ շատ կրոնականներ փնովում ու քննադատում են ուրիշ կրոններ չխորանալով դրա մեջ էլի եթե խորանան ոչ մի կրոններ չեն պտնտի որտեղ հասկանում են իրանք էլի նույն մղումը ունեն դե ինչ որ մարդկային այդ խելքի դասավորումներն է որը մի քիչ շեղել է դրա համար գալիս են հա նոր մարգարեներ կամ նոր կրոններ ստեղծում են նրա համար որ նոր ավելի շատ ուսմունքներ են գալիս լուսավոր էակներ որոնք ուզում են ուսմունք տան որ մարդիկ այդ իրանց ուղեղային կառուցվածքները որ կառուցել են
դրանից դուրս է, այլ իրանց մղումը պետք է ոնց որ սրտային լինի, որ մարդ Աստված հարաբերություն դա միջնորդ պետք չի, դա հասկանանք, որ միջնորդները բոլոր ոնց որ կողքից փող են աշխատում, տանում են ուրիշ տեղ, տոկոս են վերցնում։ Կոպիտ բառեր եմ ասում, բայց այդեն որ մենք մեր սրտային հարաբերությունը, բայց սիրո էներգիայի փոխհարաբերությունն է։ Հիմա այս կանոնավորությունից խախտվում է երկիրը, քաղաքականությունը եւ այլն, որովհետեւ այդ աստվածային կամքը, սիրո էներգիան չեն դրսևորում։ Այսինքն պետք է այս տեզերքում այն ինչ դրսևորվում է սիրոն ու տանում է դեպի սերը ու երջանկությունը, այդ կանոնադրությամբ է դրվել այս տեզերքը, բայց ուղեղով չի հորինվել, էլ մենք շատ դժվար ենք ընկալում, մենք մտածում ենք մեր ամենաբարձր գործիքը ուղեղն է, բայց տեզերքումը տենց չի, ավելի բարձր գործիքներ կան, որը մեր համար անհասկանալի է։ Ոնց որ հիմա այս, ասենք, մրջունի համար մեր բանական ուղեղի այդ գործունեությունը անհասկանալի է, տենց են մեզ է անհասկանալի, չիմանանք մենք նույնիսկ ուղեղով չեն կարող հասկանանք այդ որովհետեւ դրա համար մեր մոտ տրված է սեր սիրով, որ մենք կարանք սիրով դա ըմբռնենք, հնարավոր է մեր ըմբռնել, ու Աստծուն մենք նմանենք այդ որ մեր սիրելու ընկալությունությամբ ու սիրելու հատկությամբ, այսինքն մենակ դրանով ենք Աստծուն, ոչ մարմնով ենք նման, ոչ մեր մտքերով, էմոցիաներով, դրանք բացարձակ տարբեր բաներ են, նմանենք այդ սիրո զգացում, որ մեր իսկ բնույթի մեջ Աստվածային շունչը որ տվեց, չէ, Աստվածը շունչ տվեց մարդուն, այդ սերն է տվել, որտեղ կենթանացել ենք, հենց սերը կորցնում ենք, մահանում ենք։ Հիմա քաղաքականության մեջ, որ դուք ներխուզված եք ուզում եք լավացնել Հայաստանի կյանքը, վատացել է, որտեղ սերն է կորել։ Սերը, որտեղ այդ տեզերական օրենք է, որ այդ սեր, որտեղ սիրով ես գնում, երջանկության ես ստանում։ Որտեղ սիրո հակառակ ես գնում, ինքնակայքայման ես գնում, դժբախտության, հուսահատության, անկումի եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք գանք դեպի սիրո, ոչ թե բառերով, այլ մեր գործունեությամբ, թե մտքի, էմոցիաների, թե ֆիզիկական մեր հասարակությունը կվերականգնվի իր բնական, ոնց որ ասած, կարգ ու կանոնը, ոնց ասում ենք, օրենքներ չեն պահպանում, ես իմ հազար մի բան ասում եմ մեկը, չէ՞, քննադատում եմ։ Այն նրանից է, որ սերը կորցրել ենք հասարակության մեջ։ Մեկը երբ հասկանա, որ իր մեջ սերը գտնելով վերականգնվել, ու բնական մեզ տրված, ասենք, թե զույգ կին տղամարդ հաստեղծվել, որ սերը հասկանանք ինչ է, տվել մեզ երեխա տվել վարձրիակներ, որ հասկանանք սերը ինչ է եւ այլն, ընկերներ են տվել, որ հասկանանք ինչ է սերը, տրված է հայրենիք, որ էլի հասկանանք ինչ է սերը, այսինքն բացատրությունը տրված է մեզ տված է բնություն մեր շրջի, որ էլի սիրենք եւ հասկանանք եւ այլն շատ համեղ ուտելիք է նույնիսկ տված, որ նույնիսկ էդ էլ որ սիրենք հասկանանք ինչ է սերը, այսինքն բազմաթիվ ձևով մեզ ոնց որ հուշումներ դիքը դրած է, մենք չենք ընկալում։ Հիմա այդ կարգ ու կանոն բերելու միակ բանը, որ մեր մեջ այդ սերը կարանանք գտնել, վերապրել, ակտիվացնել ու դրսևորել։ Ինքը բառերով, ինչքան էլ մենք ես ասեմ, ես քեզ սիրում եմ, այդ բառեր են։ Ինքը էլ այդ էներգիան, այդ աստվածային սկզբունքը չի ակտիվանում։ Իհարկե կարող ինքը նպաստի, բայց ինքը չի ակտիվանում, երբ որ մենք մաքսիմալ անկեղծ ենք, ուղեղով չենք ասում, շահադիտական չենք ասում, չունենք հետին ինչ-որ մտքեր, անանձնական է շատ։ Այդ ժամանակ այդ աստվածային սկզբունքը ակտիվանում ու գալիս է փոխհարաբերությունների ներդաշնակություն, կանոնավորություն։ Տենց էլ հասարակության մեջ, երբ որ ասենք հասարակության կառավարիչը, նու տենց անուն դնենք, ղեկավարը, երբ որ իր մեջ այդ գործունեությունը սիրով է, այդ հասարակություն, իր ազդեցությունը կարևոր դեր ունի, այդ պետք է հասկանանք որտեղ ու մենք դրա մասին խոսել ենք, ասենք երկրներ կան, որտեղ քաոս է տիրում, կառավարիչին գնդակարում են կանց մահվան եմ ատաժում, որտեղ ասում են քեզնից է, սերը քչացնում շատացնում է, Իրանից էլ է շատ կան, իհարկե հասարակությունից էլ դերին, բայց քանի որ Իրան ազդեցությունը բոլորը Իրան են դիտարկում, որպես գլխավոր ուղղորդող, ղեկավար, առաջնորդ, իր մեջ սերը ինչքան շատ լինի, այդ երկրի ավելի կանոնավորություն կգա,
ոչ թե ինչ-որ ուղեղից հորինած օրենքները կանոնություն, որտեղ այդ օրենքները կան ինչքան ուզես հորինեն, բայց չեն աշխատի այդ օրենքները, մենք էլ հասկանում ենք, որ օրենք հորինելով չի, ինքը պետք է ակտիվ աշխատի ու մարդիկ կարողանան կիրառել, ասենք չէ, մենք էլ ուզում ենք լիքը օրենքներ բանան, բայց չի աշխատում։ Կաշխատի այն ժամանակ, երբ որ սերը այդ վերևի սենսերը շատացնեն։ Իհարկե ներքևից էլ պետք է դա մարդիկ ընկալեն։ Ու առաջին քայլը ոնց երկիրը փոխենք, ոչ բանենք, աստծո կամքը կատարելն է։ Իսկ աստծո կամքը կատարելը դա մեր սիրել, սորելն է, սերը դրսևորել մեր գործունեության մեջ։ Փոքր գործունեությունների մեջ, բայց կարողանանք անկեղծ լինենք։ Ու մենք հասկանանք, երբ որ ջղայնանում ենք կամ ուրիշ էմոցիաների մեջ ենք գնում, ինչքան ենք սիրուց հեռանում։ Ոնց աստծո կամքից հեռանում ենք, իսկ դա բերում է քաոսի։ Դու որ խոսում էիր այս վերջի դրվագում, ես մտաբերեցի, որ բավական ժամանակ է մտնում եմ մի վերլուծություն ներկայացնելու լսարանին, դեռ բավարար տվյալներ չունեմ, կա այսպիսի երևույթ դեմք առաջի դեմքը ազդում է մարդկանց վրա իր խոսքով, ժեստերով, բայց կա նաև ազդեցություն, որը խոսքով չի, ինքը այնտեղ ինչ որ մի տեսակ է, ու անբացատրելի կերպով ժողովուրդը կարծես ինչ որ ճառագայթում է եւ դառնում է իր նմանը։ Եթե քո ասած սերը այդ մարդը ժողովուրդ ինքը քարոզել կարող է չանի, մարդիկ սկսում են ուրիշ ձև դառնալ։ Իսկ եթե ինքը հակառակն է, ասենք սև, ասենք, հա, այդ մարդիկ չարությունը սկսում է տարածել։ Եթե անգամ ինքը չի էլ խոսում այդ մասին, ու մարդիկ միջի հիմա չեն կարող բացատրել ինչպես է դա տարածվում, բայց դու հենց այդ մասին էիր խոսում ու եթե իսկապես հիմա մենք մի հրաշքով առաջի դեմքը լինի քո ասած լուսավոր էակ, առանց քարոզել մենք նկատելու ենք, որ մարդկա մեջ ինչ-որ բան է սկսել, բարությունը սկսելու է շատանալ։ Սա մեկ, սա կա։ Հաջորդը տարդատելի դու խոսում ես բարդ թեմաներ, ես զուգահեռում եմ, ասում եմ, լավ, այս լսարանը ժողովրդից քանի տոկոսն է հասկանում տարդատին, քանի տոկոսն է կյանքում հենց այդպես էլ ապրում, ու այսպես պատկերը, որ իմ դեմ հառնում է, շատ տխուր էր, աղետալի էր, էլի։ Հիմա ես քեզ մի հարց եմ ուզում տալ, մարդկության պատմության մեջ եղել են այնպիսի փուլեր, որ քո ասած կերպով ապրող մարդիկ շատ են եղել, թե միշտ էլ մարդկությունը էս եղել։ Գուցե անցյալներում եղել է նույն այդ մարգարեների ժամանակներում, որ ասենք իրենք կարողացել են մարդկանց մոտ առաջացնել այդ լավ զգացումները։ Ինչ է ասում մարդկության պատմությունը, էլի։ Դե մարդկության պատմությունը ոնց որ արևելքում օրինակ sense բաներ կան, որ մեծ դարաշրջաններ են բաժանում, երկու դարաշրջան մի քիչ մեծ թվեր են, հիմա ոնց որ մենք ապրում ենք անկումային կալի յուգայում, անկումային դարաշրջանում, որից գնում է հետո տենց 4 դարաշրջան կա, որ իրար հետ փոխարինում են։ Հեսա գալիս է արդեն, բայց այդ դարաշրջանի քան մեծ է, մի քանի 10,000 տարի, որ sense մյուսը գալիս է, տենց մի անգամից չի են։ Անցումային փուլ կա։ Մեկից մյուսին։ Հա, հիմա այդ նոր դարաշրջանը հանձնում են անում։ Հա, ասենք թե 2012 թվականից նորն է, սացի յուգան, որտեղ պետք է այդ օրենքները ու բարոյական նորմերը ու մարդկային բարոյական նորմերի պահպանումը էլի ուղեղով չի, էդի սիրով է, այսինքն դրա համար ոնց որ Քրիստոսը որ եկել է 10 պատվիրաններ չի տվել, էդի 5 կտակարանի պատվիրաններ են, ինքը ընդհանրապես ասում է սիրի մերձավետ, ոնց որ քեզ կսիրես, սիրը Աստծուն նույն ձև, ամբողջ հոգով, ամբողջ մարմնով, ամբողջ մտքերով էլի։ Հիմա այդ դարաշրջանը սացի յուգայում, որ էլի եղել է, բարձր որտեղ մարդիկ շատ խաղաղ են, պատերազմներ չեն եղել այդ դարաշրջաններում, ավելի ոնց որ ասած կանավորությունը շատ եղել, նույնիսկ ասենք այդ դարաշրջանում կան, որոնք շատ հազար տարի առաջ են եղել, որտեղ նույնիսկ հիվանդանոցներ կենդանների համար են եղել, էլի, այսինքն նույնիսկ կենդանին հիվանդանոցներ եղել են, ասենք ցանկացած մարդ, որ այդ երկրի ճանապարհորդում է, դա ինքը գումար չունի, ծրի հիվանդանոցներ եւ այլն, հասկանանք, որ ինքը ոնց որ հիմա ապահովագրում են, փող են վերցնում եւ այլն, այդ գաղափարը, ասենք, քանի 100,000 տարի առաջ էլ է այդ եղել, մենք թվեր ենք, մեծ թվերեր եմ ասում, մենք չմտածենք, որ մենք բանական մարդ ենք ստեղծվել, այս վերջին 3-4 հազար տարի, վաղտ էլ է բանական եղել, ուղղակի մոտեցումներ մի քիչ շատ ուրիշ տեխնոլոգիական էլի բարձր ցիվիլիզացիա եղել, ասենք ատլանտների մասին, որ մենք խոսում ենք, ոնց են բաները, բուրգերը սարքել եւ այլն, շատ տեղեր կան, որ ինչ որ բաներ են սարքել, որ մենք զարմանում են, նկարներ ենք գտնում, որ էլի թռչող ափսեների պես
նկարներ կա, որտեղ մարդիկ են նստած, օդում են թռչում եւ այլն, այսինքն ինչ-որ բան թռչող եղել է, հետո կորցրել է ցիվիլիզացիան, ոչնչացել է, էլի, ալիքսեն։ Նաեւ այդ օրենքները փորձել են, ասենք թե ինչ որ դարաշրջան ավելի վեհ, ոնց որ Աստծուց ուղարկված մարգարեներ, ասեմ լուսավոր էակներ, Արևելքում ասում են ավատարաներ, ասենք Քրիստոսը, ոնց որ Բուդդան է եկել, Պլատոնն է եկել եւ այլն, Լաոցին, Զրադաշտը կամ այտենց էլի բազմաթիվ աններ կարելի է տալ, որոնք եկել են փորձել են այդ կորցրած գիտելիքը, որ ուղեղը աղավաղում է շատ ուժեղ, ունի քրիստոնեությունը 2-3 դար հետո արդեն Քրիստոսի ուսմունքից բան չի մնացել, էլ, այսինքն լրիվ աղավաղել են ուրիշ քաղաքականացրել են։ Քաղաքականության մեջ է մտել, արդեն շահերի պահպանում ա եղել, այսինքն կորցրել է բուն իր իմաստը, որը Քրիստոսը տվել էր, ինքը որ հիմա գա, ես մեկ հարց եմ տալիս, հիմա Քրիստոսը եկել է, մետրոն կանգնել է, ոնց եք անկալելու, նայում է Տեր Հայրը անցնում է, ես ինչ ասում իր կողքից եւ այլն, մեկը չեն ընկալելու, որտեվ Քրիստոսն զարմանալու է, ասել ենք մենք Քրիստոսի հետնեորդներն են, բայց ինչ կապ ունի իր հետ, ինքն էլ է զարմանալու, որ ինչ որ բառեր իրանից կրկնում են, բայց իրանց սրտերը փակ է։ Բերեթորեն երևի բոլոր կրոններում էլ այդպես է։ Չէ, բոլոր կրոններում վոլկայիկն էլ կստարսարի թե չէ, բոլոր տեղը ես դրա համար չբան չանեմ, այդ ինչ որ մեկ առավելություն իհարկե ամեն մեկը ասում է ես առավելություն ունեմ, բայց այդ իրանց քաղաքական որտեղ իշխանություն ունեն, իրանք պետք է այդ իշխանությունը ասեն, որ ամենալավն է, դրա համար են ռեգիոնում, որտեղ մի կրոնն է իշխում, իրանք ասում են լավ է, հիմա ասենք թե Ամերիկայում շատ բազմազան կրոնների քարոզություն, կաթոլիկությունը չի, այնտեղ ոնց որ ազատ մոտեցում կա, խղճի ազատություն կա, բայց այդ չի նշանակում եկեղեցում գովաբանում է մենակ իրան, այդ չի լինի, որ ասեն գնաս այդ քո եկեղեցին, մեկ էլ գովաբանի ուրիշ եկեղեցին, տենց չի լինում, բացառություններ կարան լինեն, բայց դա չի կարա լինում, ուսում մի քաղաքական գործիչը իր կուսակցություն չգովանի, ուրիշ կուսակցություն գովանի, բայց մնալով իր կուսակցության մեջ։ Նու անհնար բան է։ Դեռ իմաստացում է, որ քեզ որ լսում ենք շատ հնում եղել է քաղաքակրթություն մարդկային, քո ասած սերը շատ է եղել, հետո քիչացել է, հիմա մեկ այլ դարաշրջան է, որ այսինքն ստացվում է մեր վարքը նաև, ինչպես ասում են, աստղերն են որոշում, հա, մոլորակները, ինքնად մենք մեղավոր չենք, հա։ Եթե ինչպես փուլերը, ինչպես անցյալ անգամ մենք խոսեցինք պատճառ հետևանքի համար, մենք որ ճակատագիր ենք ստեղծում, կարմա, մենք պատասխանատու ենք, իհարկե այդ նայեք հանգամանքները կարան լավ լինեն, հետո կարան վատ հանգամանքներ կան, միշտ ամեն ինչ տենց մշտական լավ չի, այդ վատ հանգամանքների տակ կարող է մարդը կայուն չլինի, անկում ապրի, այսինքն հիմա մարդը ընկել է բանտում բարեհաջող միջավայր չի, ինչ որ տեսակի ինքը այդ բանտային սովորույթները վերցրել է իրան, այսինքն չի կարում ինքը դիմակայել դրան, մարդիկ կան, որ դիմակայում են, բայց մարդիկ կան, որ անկումային այդ երևույթների մեջ են ընկնում։ Հիմա դե քաղաքականության մեջ է, ինչ որ քաղաքական ուղղությունը դրսևորվում է, շատ մարդիկ ընկնում են այդ ուղղության մեջ, դրա կրողն են դառնում, իրենք չեն կարող դիմակայեն։ Հիմա այդ մասսովի քարոզչությունը, որ տարբեր ձևերով արվում է, տարբեր ինֆորմացիաների տեսքով, գլուխները ոնց որ յուղվում է, իրանք կայունություն քիչ ունեն, որովհետև իրանց մեջ սեր չկա։ Սա ուղեղով է մտածում, դե բայց ուղեղը կարող են լավ մանիպուլյացիա անել, որովհետև կարա լոգիկայի ինչ-որ տեղ տենց չգալ, ես որ երրորդ դասարան է, տենց լիք խնդիրներ կային, որ ասենք մեկին գումարած մեկը բացատրում է, որ 4 է հավասար, կամ ինչ-որ բազմապատկման խնդիր, ուրիշ է, ասենք բարդ ձևի լուծում է, միտեղ ասենք փոքր սխալը չես նկատում, էլի, ոնց որ բարդ ասենք 2-4 էջանոց բան է գնում, չես նկատում, տենց էլ տենց կարան ամեն տեղ էլ ինչ ուզեն լոգիկա բերեն, որտեղ մարդը կարող չըմբռնի ամեն ինչ, ոնց որ բանկում գնում են ինչ-որ Պարնագիր ես կապում, միացենց թուղթ են մի 5 թերթանոց տալիս, մանր տարերով գրած, ասում են ստորագրի, չգիտես ընդեղ ամեն ինչ իրանց շահերն է պատմում, դու չես էլ կարա հերթով կարդալով պիտի ինչքան մասնագիտական լինես, որ հասկանաս այդտեղ։ Հիմա այդտեղ էլ իսկությունից շեղելու գաղափարը հեշտ է։ Ու տենց շեղվում են մարդիկ, դրա համար սկալի յուգն է առաջացել, ու սկսել են անկում ապրել, եկել է գեր իշխանությունը
ոնց որ անկումը որ ապրում են ինչը որտեղ առաջնայինը դնում են նյութականը երբ որ առաջնայինը հոգևոր են դնում չի ասում չի նշանակում նյութականում չեն ապրում բայց առաջնայինը նյութականը երբ որ դնում են մենակ կեցությունն է ամեն ինչ որոշողը կեցությունն է ամենաառաջնայինը այդ ժամանակ այդ հասարակությունը սկսում են անկում ապրել ու տենց դարաշրջանը տենց դրանով է հետո որ ավելի վեհ երևույթներ են ավելի առաջնային դնում ասենք հիմա պետության մեջ ամենակարևորը ինչն է մեր հիմա պետության մեջ ամենաառաջնային կարևորը ինչն է որ մարդիկ շատ փող աշխատեն եթե մենակ դա դնենք կարևորություն նո մոտավորապես տենց էլ դրված է որ շատ էլ հարկեր վերցնեն, չէ, այդ գաղափարն է դրած, այդ պետությունը անկում կլինի, որտեղ գաղափարախոսությունը ու ՆՊ-ի մարդիկ երջանիկ լինում մենակ փողով չի, հիմա պատկերացրեք ինչքան փող պետքա ձեզ ունեք, բայց դրանից դուք կարող եք ինքնաբավ չլինի, թվում է որտեղ մարդիկ չունեն փողը, այդ է բան, բայց այն որտեղ փող այն հասարակությունը որ ունենք, արդեն իրանք հասկանում են, որ դա հա ինքը կարա ծախսի ինչ-որ բաներ, որ պետք է, բայց դա իրան չի բավարարում Փորը բոլորը նույն չափ ունեն, ստամոքսը մի քիչ մեծ, մի քիչ փոր, ուտելը շատ չի կարա լինի, մեր շորելն էլ, տենց չեն կարա, ասենք թաթրքում մեկը շորը հակել 500,000-անոց, մեկը հակել է 5,000-անոց շոր, այդքան իրան կողքիների իրա գոռոզությունն է շատ անում, բայց հետո ինքը տեսնում է, որ դա սուտ բան է, ոչ մի բան չի տալիս իրան, բնական բանը շոնով պահպանում ես ջերմությունից մի քիչ գեղեցիկ լինի, որ հաճելի լինի դիմացինի աչքին ու սկսում է ստեղ որ մենակ նյութի պաշտպանմունք է լինում հասարակությունը անկում է ապրում ու կանոնավորությունը շեղվում է որովհետև եթե մենք մենակ նյութին գնանք սերը կկորցնենք ասենք սերը հեռանցում ինչի որ ասենք երիտասարդները սիրահարվում են հենց կենցաղ են մտնում հետո մոռանում են այս սերը որովհետև մենակ նյութական իրանք փոխհարաբերություններ լինում այս երկուսով նյութ ստեղծելու մասին են մենակ մտածում իսկ իրանք այդ զգացմունքները կորում է այդտեղ եթե կարողանանք այդ նյութի առաջնայինը դնենք զգացմունքները այդ նյութը երկրորդականը արդեն մի քիչ փոխհարաբերություններ ուրիշ տեսք կստի հիմա հասարակությունն է որ աշխարհայացքներ ճիշտ ձևավորված լինի հասարակության մեջ գաղափարախոսություն ասենք ներդեր գաղափարախոսությունը տվել որ ճիշտ գաղափարախոսություններ դրսևորած լինի մարդիկ առաջնայինը կեցությունը երբ որ չհամարեն կեցությունը կարևոր է բայց առաջնայինը չի Այսինքն ինչքան էլ լավ ապրես, բայց պատկերացրեք ձեր հարաբերությունը ձեր որդիներից շատ վատ լինի, ձեր կնոջ վատ լինի, ինչին է պետք է կեցությունը, ընկերների հետ վատ լինի, թվում է որ փող ունենաս լավ կլինի, չէ, տենց չի մի քիչ։ Կրդակ մենք գալիս ենք 70-ամյա աթեիստական հասարակարգից։ Մենք կարող ենք ասել, որ աթեիստական հասարակարգի մեջ քո ասածերը չկար։ Եթե չկար, բարձր հիմա էլ պիտի նյութականությունը խեղդի չկա հասարակ-սովետական միությունում քո ասածերը կար թե չէ, երբ որ Աստծուն չէին ընդունում։ Ինչ էր դա էլ։ Կիսա նյութական, կիսա ես։ Դե նյութի Դրա բացական ազդեցություն եմ ուզում հասկանալ հիմա մեր վրա էլ։ Դե իհարկե բացական ազդեցություն շատ ուժեղ թողել է, որովհետև մենք կար էլի պաշտանմունք, բայց պաշտանմունքը արդեն նյութական աշխարհի պաշտպանմունք էր միևնույն տեսակի պաշտպանմունք էր ոչ թե ինչ որ վեհ երևույթների պաշտպանմունք էր այլ լավ ապրելու էր կոմունիզմն կառուցում որտեղ էսպես մենակ լավ ուտես հա լավ ապրես թեթև լինես քիչ տոնջվես լավ ապրես այսինքն այդ ժամանակապակումը կա դա մենք հետ նորդ ենք իրա դա էլ ավանանում բայց մենակ կոմունիզմը չի դրանից առաջ էլ մենք ինչ որտեղ այդ կորցրել ենք էլի այդ հավատը այնա որ դա մի մեր ներքին գիտելիքն է որտեղ կարող ենք սեր դրսևորել այդ որ ասենք ինչ է էլի հավատը որ ներքին ինչ որ գիտելիք է որով կարող ենք սեր դնել ինքը ուղեղով չի առաջանում ես հավատում եմ համբարձվեց Քրիստոսը դրա հետ կապ չունի եթե ես հավատում եմ աստվածային սկզբունքում ուրեմն ես իմ դրսևորումների մեջ սեր եմ ճառագայթում բնական ձևով խոսքերով մենակ չես կարա ճառագայթես այսինքն քո աուրան սիրո ճառագայթում ունի որտեղ աուրա հիմա կարող են ինչ-որ ձև այսինքն մենք ամեն մեկս ինչ-որ ճառագայթում մեր մտքերը սեր են ճառագայթում մեր կողքը գտնվող ասենք իրան լավ ազգում գույսը լավ աչում հիմա որ են ջրի փորձեր են չի անում լիքը արդեն կա ջրի այդ որ կրիստալները լինում են շատ կանավոր ներդաշնակ են լինում մենք կարող բառել չասի ինքը կողքը գտնվի ջրի կվերափոխի ինչ-որ վատ մարդ որ կողքը գտնվի
կրիստալները ջարդած կլինեն, որ սառացնում է, հետո դիտարկում են, չէ, միկրոսկոպով այդ բյուրեղները։ Դա քեզ մի պահ ընդհատեմ, ես իմ հոբիներից մեկը նաև այգեգործություն, այնտեղ նաև վեպեր գրելուց կարողանում եմ հանգստանալ եւ երևի քեզ այդ զրույցից էր թե ընդհանրապես բանից, եթե ինչ-որ մի բույս ունեմ, որ բերք է տալ, ես շնորհակալություն եմ հայտնում իրեն։ Շնորհակալ եմ դու սա ինձ տվեցիր։ Ես վստահ եմ ինքն լավ է զգում։ Հասկացա, եմ մտածում եմ, ինչ լավ է, էլի տամ դրանից։ Սիրո էներգիա ենք նույնիսկ այդ բույսին ուղարկում, ինքը բազման դենց փորձեր են արել, շատ էլի տենց էլ կան։ Եկի, ասենք վերցրել եմ մի քանի բույս, մեկին չեզոք եմ պահել, մեկին ամեն օր ասել ես ես քեզ սիրում եմ, իրո սիրո էներգիա ես կողքը աղոթել է, մեդիտացիա արել, մեկին էլ սկսել են դրա կողքը բամբասել կամ իրան ասել են լավ չես, այնին որ բամբասել են չորացել է, այն որ չեզոք է տենց միջին, իսկ այդ որ կողքը աղոթք էին անում, լավ բառեր էին ասում եւ այլն, ինքը փարթամացել, սենց հզորացել է, նույն ձևի ջրել են, նույն տեսի սնուցումը տվել են նույն ձևի։ Քո ասած սերն է գնացել։ Սերը գնացել է, ինքը շատ բան է, ու իր ծաղիկը որ ծաղկում է, նույնիսկ այդ ընկալում է այդ տիրոջը, ասում են ծաղիկը, եթե արևը բան դուր դայս գալիս է տիրոջ, կողմնա շուր գալիս, քան արևի, երկե տենց փորձեր էլ կան, ուզում եմ ասեմ, որ մարդիկ հասկանան, որ բույսն էլ կարա ինչ-որ բան հասկանա, թեթեւս արևի ջերմություն լույս է ստանում, բայց իր համար սիրո կարիք ունի, դրա համար այդ մարդը, որ իրան տենց սիրով է մոտենում, անկեղծ իրան դնում է կենթանի ակի տեղ սիրով է մոտենում, ինքը դա ռեակցիա է տալիս, հասկանում է, ծաղիկը դժուր է գալիս մարդու կողմը, այտենց լիքը դիտարկումներ կա։ Դրա համար նույնիսկ սենց դիտարկում կա, որ ասենք մեխանիկական սարքեր են, որոնք ասենք ստանոկներ հայերեն հաստոցներ են, հաստոցներ, որ աշխատում են, էլի փորձ են արել, որտեղ այն հաստոցների շուրջ է մարդ է աշխատում կողքը։ Այն մարդիկ, որտեղ իրանք ջղային ու վատ վիճակում են, այդ հաստոցները ջարդվում են շատ արագ, անգամ դրանք են կալում։ Հա, իսկ այն մարդիկ, որ իրար ներդաշնակ են սիրո էներգիայով են, նույնիսկ այդ հաստոցին մոտենում, ջերմագին մոտենում, հասկանանք նու իրա մակարդակի էլի հաստոցին չի ասում ես քեզ ասում, բայց սիրով է մոտենում այդ հաստոցին, հաստոցները դե երկար ժամանակ են աշխատում, երկար ժամանակ չեն փչանում եւ այլն։ Ես մի հատ աթեիստ ընկեր ունեի, ունեմ էլի, ոչ թե ունեմ, ուղղակի շուտ բան չեմ սուջ երկրում ապրում, սենց մի հատ բան կար, ինքը ավտոմեքենան իր ինքն էր սարքում, տենց հոբի ուներ, նաեւ իր ավտոմեքենան սարքում, որտեղ մի անգամ աթոռը ինչ-որ բան ջարդվել էր ու ինքը սիրով ցենց քանդեց, ես էլ իր այդ հանդիպել էի, խոսում ենք, ինքը իր աթոռն էր այդ մեքենայի ինչ-որ բան սարքեց, ցենց սիրով բան արեց, ասեց հիմա ավտոմեքենաս իմ շատ ուրախացավ, գոհա ու հիմա ավելի լավ է գնալու ու իրոք ինքը աթեիստ լինելով դա նույնիսկ կարում էր ընդունել, որ մեքենային, եթե ինքը դրական իր սիրո էներգիան է տալիս, ինքը շատ լավ ավելի աշխատում։ Իրեք այդ փորձերը շատ կան, իհարկե այդ փորձեր փորձարկել են լիքը նույնիսկ մեխանիկական հաստոցներ, մեքենաներին, վարորդը որ քշում է, որ ասում են, քանի տարվա բան է, լավ է նայել, մենակ լավ նայելը չէ։ Ինքին ջերմությամբ է այդ ավտոն քշել։ Ինչքան դժգոհություններ է իր մեջ եղել, թե լավ, ավելի շատ դրանից է կապված։ Կարող ասենք 20 տարվա ավտո լինի, բայց մեկ չի մարդը շատ լուսավոր երջանիկ մարդ է եղել, այդ ավտոն ավելի լավ վիճակում է լինելու, քան ասենք մի տարվա, որ մենակ դժգոհություններ է լցրել։ Հենց էլ այդ երկրում, եթե մենակ հեռուստացությամբ ամեն ինչ մենակ դժգոհություններ են լցնում, այդ երկիրը քաոս է գնում ավելի։ Իսկ այնտեղ որտեղ մենակ դրական երևույթներն են կարում ուժեղացնել, դրանց վրա շեշտ դնել, այդ երկիրը ավելի լավանում է վիճակը։ Այդ հաստոցները, որ ասեցիր, ժամանակին, որ էլի մեքենայի վարում, մեքենայի հանդեպել է այդպես վարում։ Գիտես ինքը ինձ որ տեղեր հասցնում սայերով ձերով, որ իշում է մի տեսակ փակշում է այդ կապոտ են կասում եւ այլն։ Մտածում եմ, ես իրան որպես հարազատ էի, գալ մի քիչ ծառայել, ես էլ ինչ որ մի ձև քո ասած սերը ճառագում է իրան, ու երևի թե ինքը լավ էր զգում իրան։ Ես իհարկե չեմ հարցրել իրեն, բայց ինչ եմ ուզում ասել, բույսերի հանդեպել, այդ անշունչ առարկաներ, ել չեմ ասում մարդկանց հանդեպ, դու պիտի կարողանաս մի ուրիշ ձև շփվեցել եւ դու կզգաս, որ քո մոտ նույնիսկ անպամած եղանակին արև կա։
գույները կփոխվի էլի։ Այ հիմստեղ մնում է հասարակության մեջ այսպես ապրողները լինեն մի որոշակի տոկոս, անհրաժեշտ եւ բավարար թվով, արդեն ինչ-որ բան կփոխվի էլի։ Դեկի մի հատ էլ օրինակ բերեմ, ես մի հատ ընկեր ունեի, այդ Բաքվի երբ որ ջարդերն էին լինում, փախել էր ընդեղից ու Ժիգուլի ուներ, որը հին Ժիգուլի էր 70-ական թվականների, տենց զարգաց, ջանթած, բան ու ինքը որ փախել էր, դե հետևից ինչ որ ադրբեջանցիներ էին եղել, ոնց կարացել է Վրաստանով, տենց ահագին փախնել, վերջը իր հետևից են շատ լարվել են, բայց ոնց որ չի իրան կանգնել, փչացել միտեղ, հասցրել է տեղ։ Ու ինքան սիրում էր, արդեն նայեք այդ 2000 թիվներ ինքը իր այդ ավտոն չէր վաճառում, ու սենց շատ լավ պահում էր։ Հարազատի պես էլի։ Ասում է ինքը իմ կյանքը փրկել է։ Նայեք ինքը չէր մտածում որ ինքը փախավ։ Ինքը ասում էր որ կարար մի բան լինի, փչանա, всё, իրանք կսպանեին։ Ասում է իմ կյանքը փրկել է ու ես պիտի իրան շնորհակալ լինեմ։ Ու սենց փայփայելով, բայց օգտագործում էր, էլ չէ դրել միտեղ թանգարանին։ Փայփայելով կարում էր շատ ու այդ ավտոն ծառայում էր, հասկանում եք, որ այդքան երկար չի կարա ծառայի այդ 70 թվականի Ժիգուլին, նույն լինում է, բայց ինքը լավ վիճակում էր, դե ծառայում էր։ Նույնիսկ որ գնացինք Մոսկվա, ես էլ եմ գնացել, ռուսաստան ինքը տարավ ընդեղ փոխեց այդ ավտոն, նոր ավտոն կարար հնարություններ, չէ, պահեց ինքը այդ ավտոն, որտեվ կյանք էր փրկել։ Հետո ինքը որ մահացավ, այդ որդին հետո Փաստորեն տրդատ որ ասում են սեր աթարին էլ է կպչում, հենց այնպես չեն ասում, աթարը անշուշտ սեր է կարա կպնի։ Կարա կպնի։ Լավ, եզրափակելով մեր այսօրվա հետաքրքիր թողարկումը, ինչ ուղերձ ունես։ Դե ուղերձն է, որ հասկանանք Աստված սեր է, այդ շատ կարևոր է։ Ինքը ոչ մի կրոնի չի պատկանում, կրոնները ուզում են իրան բացատրել, բայց ինքը կրոններից դուրս է։ Ու երբ որ մենք այդ ոնց ասած որ մահանում են Աստծո մոտ են ընկնում, սիրո էներգիայի մեջ ենք ընկնում, ինքը չի դիտարկելու որ մենք ինչ որ կրոնի հետնորդ ենք եղել թե չէ, ինքը դիտարկելու է ինքը բառը ասելը մի քիչ կարող ճիշտ չեմ արտահայտվում, բայց դիտարկվելու է որպես մենք ինչքան ենք սեր դրսևորել մեր կյանքում, մեր գործունեություններում, մեր քայլերում, ինչքան անկեղծ սիրո մեջ ենք եղել, այդ է դիտարկվելու առաջինը, որտեղ ինչ կրոնի հետևորդ ենք եղել, դա բացարձակ չի, որտեղ կարանք դու ինչ որ կրոնի մեծ պաշտոն ունենանք այդ կրոնի մեջ եւ այլն, բայց ինքը ոչ մի բան չլինի, չընդունվի, նույնիսկ դուրս մղվի, որովհետեւ դա դիրքը կրոնի պաշտոնը բացարձակ կապ չունի աստծային ընկալման մեջ, դա մեր մարդկային ընկալումների մեջ է, որ ինքը որտեղ մի հատ կրոնի մեջ էի գնացել, ընդեղ ասում էր, եթե այդ կրոնավորը շատ հարուստ չի, ուրիշ կրոներ քրիստոնեություն չէ, չեն հարգի իրան, պետք է այդ Տեր հայրը ընդեղի, տենց լավ հարուստ լինի, լավ տուն ունենա, լավ ավտո, որ հարգանքի նշան լինի, որ իրան ասեն հետևեն, թե չէ, եթե ոչ թե գնավոր, չէ, տենց չեն բան անի, տենց ամենտեղ այդ կա մարդկային մոտեցումը, ոնց որ հարգանքը, եթե լավ ավտո չի քշում, լավ հագուստ չի հագել, լավ շատ ասենք թե կոշիկներ չունի, որտեղ կոշիկներ կան $100,000 արժեն, եթե չունի ինքը այդ ինչ կարող է Աստծո խոսքը ոնց ասի, եթե պետք է իրան ամենալավը տա, տենց նայեք Ռուսաստանում նայեք տենց ինչ որ դեպատ է, որ եպիսկոպոսները պետք է ամենահարուստներից էլ հարուստ լինեն, որտեղ իրանք ասկուն խոսքն են ասում, տենց ինչ որ Աստված պետք է իրենց ավելի լավն է։ Աստվածն է, բայց պետք է ասենք դե Աստված նայելը դա մեր ինչքան մենք սիրով ենք լցված մեր կյանքը, ինչքան մենք երջանիկ ենք զգում, կարող է նյութապես բարև նպաստ հանգամանքներ լինի, բայց մեր մեջ ոչ մի երջանկություն չլինի ու սեր չլինի։ Այդ սերը պետք է տանի երջանկության, էլի։ Այսինքն գլխավոր մեր նպատակը, որ գոյը կա այս կյանքում, դա երջանկության երջանիկ լինելն է, ու սիրով լցված լինելն։ Եթե երջանկություն չկա, նույնիսկ բաները անիմաստ են։ Դա ոնց մենք հասկանանք, բոլոր այդ նյութը երջանկություն ծառայելու համար է, ոչ թե նյութին մենք ծառայելու համար, որպեսզի ինքը մեզ երջանկացնի, իրոք երջանկացնի ու մեր կողքիներին երջանկացնի։ Ու բոլոր կրոններն էլ պետք է այդ ընկալեն, որ իրանք մարդկանց ինչքան են երջանկացնում, իրանք քարոզով, պահվածքով, գործունեությամբ, ինչքան մարդը դրանից երջանիկ։ Ու այդ եթե իրանք ճիշտ երջանկության են տանում, այդ միջավայրը պետք է երջանիկ լինի։ Ուրեմն այդ միջավայրում այդ դրսևորվող կրոնները մի բան են չի, որ երջանիկ չեն։
այստեղ մի փոքր քննադատական մոտեցում ցույց տանք, որ իրանք էլ պիտի ուղղվեն հոգևորականները, որ հասկանան իրանցից էլ է կախված միջավայրը, իրանք այդ փոխանցիչն են այդ Աստծո սիրո էներգիայի, եթե իրանք չեն փոխանցում, ստացվում է այն, ինչ որ մեր երկրում կա։ Մենք մոտ 50 րոպե խոսեցինք, իշխանություններից չխոսացինք, կանոններ չտվեցինք, նրանց ասածները չծամծամեցինք, խոսացինք այլ բաներից։ Եվ ես ընդհանրապես միշտ էլ հորդորել եմ ու հորդորում եմ լսարանին, ում լսել, որ այս վիճակից դուրս գանք, լսեք նրանց, ովքեր կարող են կես ժամ խոսել ու իշխանություններից չխոսեն։ Բարդ բաներից խոսեն, իրավիճակից խոսեն եւ այլն։ Սա իմ հորդորն էր, իսկ եզրափակելով հաղորդում հիշեցնեմ, որ ես հյուրընկալեցի Տրդատ Դոնեկյանին, փիլիսոփա, խորագետ, թաքնագետ, ուսուցիչ։ Մինչ նոր հանդիպում։